Բժշկական ծեզակերի գործընկերներ այսօր Հանրապետական սրահի հյուրերի երիտասարդ բժիշկներն են, որոնք անդրադառնալու են ծխելու արգելքի օրենքին, փորձենք հասկանալ անմտական թե հանրային մարտահրավեր է եւ ընդհանրապես օրենքը ինչ արդյունավետություն կունենա եւ ակնկալող արդյունքները ինչպիսին կլինեն։ Եվ ընդհանրապես գործընթացում առողջապահության ոլորտի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև համագործակցության հնարավորությունը կլինի թե ոչ։ Առաջինը մենք խոսքը կփոխանցենք Անուշ Գասպարյանին, երիտասարդ բժշկուհի։ Անուշը երիտասարդ բժիշկների համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգողն է։ Սիգմեդ բժշկական կենտրոնում աշխատում է որպես նյարդաբան, երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ, նյարդաբանների հայկական ասոցիացիայի անդամ։ Անուշ, լսենք ձեր տեսակետը։ Ընդհանրապես, ասենք արդյոք փորձել բժիշկների մոտեցումները այս օրենքի հետ կապված կամ թերությունների, առավելությունները։ Ձեր տեսակետը։ Առհասարակ բոլոր բժիշկները կողմ են այն ամենին, ինչը կարող է օգնել պայքարին, այսինքն օգնել, որպեսզի մարդիկ եւ հասարակությունը չծխի։ Օրենքը ինչքանով է ճիշտ, ինչքանով է սխալ, չեմ կարող ասել սխալ է կամ ճիշտ է, ըստ ինձ, եթե ճիշտ ներկայացվի եւ ճիշտ ընկալվի մարդկանց եւ հասարակության կողմից, բնականաբար շատ դրական կողմեր ունի։ Մի քանի կետերի կուզենամ անդրադառնալ, առաջինը, որ հասարակայնության տեսակետից այդպես մի կետ ունենք այս օրենքի մեջ, այսինքն տեղեկացնել, իրազեկել մարդկանց եւ առհասարակ հասարակությանը, թե ինչ վնասներ է իրենց ներկայացնում ծխախոտը եւ առհասարակ ծխելը, այսինքն ինքնակրթմամբ մարդիկ երբ որ զբաղվեն եւ հասկանան, թե ինչ վնասներ կարող է առաջացնել, շատ հավանական է, որ շատ մարդիկ կհրաժարվեն ինքնակամ կամ այն մարդիկ, ովքեր որ դեռ չեն սկսել ծխել, չեն էլ սկսի։ Մի կողմից, եթե նայենք այն հարցին, որ հասարակական վայրերում ծխելը արգելել, իհարկե դա էլ իր դրական կողմեր ունի, ոչ ոք ոչ մեկին չի արգելում ծխել, այսինքն այն անձը, ով ցանկանում է ծխել, ինքը կարող է շատ հանգիստ ծխել, բայց դրանով չվնասել կողքիններին, չվնասել այն մարդկանց, ովքեր որ պասիվ ծխող են դառնում եւ բնականաբար շատ հետազոտություններ ունենք, որ հենց պասիվ ծխողների վրա նույնպես շատ բացասական է անդրադառնում եւ էլի ինչ որ չափով, ինչ որ տոկոսով բարձրացնում է բոլոր հիվանդությունների ռիսկերը։ Ըստ ինձ այդ երկու կետերը շատ դրական կողմեր ունեն եւ շատ լավ կլինի, որ դրանք ընդունվեն։ Իսկ ասում եք ներկայացման մեկ խնդիրը, արդյոք այս օրենքը այնպես չներկայացրեցին, ինչպես որ ոչ թե չներկայացրեցին, ես կոնկրետ այդպես չգիտեմ ոնց է ներկայացվել, ի նկատի ունեմ, եթե ճիշտ ընկալվի, ոչ թե ընկալվի, այսինքն սա պայքար չէ ինչ որ անհատների դեմ, ինչպես որ ընկալվել է ըստ ինձ։ Սա ավելի շատ պայքար է հենց ծխելու դեմ, երևույթի դեմ, քանի որ ամբողջ աշխարհն է պայքարում երևույթի դեմ, բնականաբար Հայաստանը նույնպես, ինչու՞ չէ, շատ փոքրիկ երկիր ենք եւ ըստ ինձ շատ ավելի հեշտ կլինի, քան ավելի մեծ երկրներում այդ պայքարը իրականացնել։ Պարզապես մարդիկ, մեր մենթալիտետը մի փոքր այլ է, ամեն ինչ ընկալում են, վերցնում են իրենց վրա, բայց դա այդպես չէ, սա ընդհանրապես պայքար է երևույթի դեմ, ոչ թե հենց ծխողների դեմ, այդպիսի բան չկա, ըստ ինձ, իհարկե։ Լրագրողները հարցեր ունեն, Անուշին։ Կոնկրետ նյարդաբանական տեսանկյունից առաջին հերթին, եթե վերագրենք, որ նյարդաբանական ամենամեծ խնդիրը ցավն է, հենց ցավով դիման նյարդաբաններին, այն մարդը, ով ունի ցավ, ինքը իրավունք չունի ծխելու, որովհետև ծխախոտը ինքը բարձրացնում է ցավային շեմը եւ բնականաբար ավելի կերսկայուն է դառնում մարդը։ Բացի դրանից ցանկացած հիվանդության ռիսկի գործոններից մեկը հենց համարվում է ծխելը, եթե ոչ առաջինը կամ երկրորդը, ապա ռիսկի գործոնների մեջ մտնում է անպայման ծխախոտը։ Բոլոր հիվանդությունների մենք ընդհանրապես մի հիվանդություն ունենք նյարդաբանության մեջ, դա Պարկինսոնի հիվանդություն է, երբ որ գալիս են Պարկինսոնով հիվանդները եւ նրանք ծխում են, մենք նրանց պարզապես խնդրում ենք չդադարեցնել
ծխելը, որովհետև դա ավելի վատ կանդրադառնա նրա վրա, բայց եթե ինքը չի ծխում, հաստատ չենք ասի շարունակեք ծխել։ Ցանկացած հիվանդության դեպքում մենք խնդրում ենք, որպեսզի դադարեցնեն ծխելը ու հավատացեք բոլոր հիվանդների մոտ դրական երաշխավորած է։ Իհարկե չեմ խոսում ես քաղցկեղով հիվանդների մասին, դրա մասին մեր օնկոլոգները կխոսեն, այսինքն որ արդեն իսկ առաջացել է հիվանդությունը ինչ հետևանքներ եւ ընթացք է ունենում, բայց մեր տեսանկյունից, այսինքն թերապևտիկ տեսանկյունից, երբ որ դեռ ինչ որ բան կարող ենք անել եւ ինչ որ բան կարող ենք փոխել, միանշանակ ծխախոտ ծխելը դադարեցնելը շատ դրական արդյունք է ունենում։ Ցանկացած տիպի ցավ, օրգանական գլխացավ, մեջքի ցավ, ցանկացած տիպի ցավ։ Ատամնա, գիտեք ինչ, ոչ թե ատամնացավի դեպքում օգնում է ծխելը, այլ իրենք այդ պահին պարզապես շեղվում են։ Ընդհանրապես մի քանի րոպե, մի քանի վայրկյան։ Ստրեսների հետ կապված, որովհետև հաճախ պատճառաբանում ստրեսից դուրս գալ լավագույն միջոցը հատկապես տղամարդիկ համարում են ծխախոտը։ Դա նույնպես հոգեբանական տեսանկյուն ունի իր մեջ, նորից այդ մի քանի րոպեն ընդամենը իրենք շեղվում են իրենց այսպես ասած ստրեսից, բայց այդ ժամանակ ստրեսի հորմոնների եւ եթե բժշկական տեսանկյունից, ֆիզիոլոգիայի տեսանկյունից նայենք, ստրեսի հորմոնների ավելացում է լինում, որը հետագայում բերում է ավելի ակտիվացման ստրեսի եւ դեպրեսիաների առաջացման։ Մեկ հարցը նա հաճախ է սկսել պնդել ավելի շատ հիմնավորումներ են ասում, որ երկրորդական ծուխը ամենևին էլ այդպես չի մնացու, ինչպես ներկայացնում են, դա սոց կարում էր իր համար, որպեսզի վախենան մարդիկ իրենց չկողմներ իրենց մոտ ինչքանով է կիսում։ Ես այդպիսի հետազոտություն չեմ տեսել ու եւ չեմ կարդացել, ճիշտն ասած։ Իսկ որ վնասում է այդպիսի Բազմաթիվ հետազոտություններ կան համաշխարհային կազմակերպությունների կողմից արված, բազմաթիվ ստատիստիկ տվյալներ, որոնք իհարկե ապացուցված են։ Այդ դեպքում ինչն է պատճառած բերված հիմնավորումների, որ ասում են, եթե այդպես լիներ, իմանալությունը շատ ավելի շատ կլինի, քան իրականում։ Իսկ ով է ասում, որ այդպես չէ։ Եթե այն աստիճանի վնաս հասցնել ինչ-որ նկարագրվում է, բնականաբար այդպես չէ։ Հավատացեք, շատ մեծ վնաս է հասցնում։ Ամենահեշտ ու պարզ միջոցը իհարկե կտրուկ թողնելն է ծխելը եւ նորից ըստ միջազգային ստատիստիկ տվյալների ամբողջ աշխարհում ամբողջ երկրագնդում ծխելը թողած հիվանդների մոտավորապես 90-92%-ը ծխելը թողել են միանգամից։ Այո։ Որոշում։ Դա արդեն հոգեբանորեն կախված որ հիվանդին, որ մարդուն, որը ավելի շատ կօգնի, ես չեմ ուզում բոլորին հիվանդներ անվանել, այսպես ասած, մեր տեսանկյունից պացիենտներ եմ անվանում, բայց ցանկացած մարդու, եթե նրա կամքին ավելի օգնում է էլեկտրոնային սիգարետը, խնդրեմ, ինչու՞ չէ։ Չնայած վերջի շրջանում էլի հետազոտություններ են արվել, որ էլեկտրոնային սիգարետները նույնպես օգտակար չեն։ Եթե հիվանդություններից ենք արդեն խոսում կոնկրետ, խոսքը փոխանցենք Լևոն Բադալյանին, Ռուսთავան մշտական գիտությունների թեկնածու, նաև մշտական կենտրոնի քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ։ Պարոն Բադալյան, մի քիչ ձեր մասով մանրամասնեք այս պահը, ինչպես է ընդհանրապես օրենքը ընդունում, եւ արդյոք դա նպաստելու է ձեր գործունեության մեջ բժիշկ հիվանդ հարաբերությանը կամ ընդհանրապես հիվանդությունների կանխարգելմանը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Գիտեք, նոր հնչեց, որ ծխախոտի վտանգը չափազանցրած է, առաջ անգամ դες բան լսում։ Չէ, թե երկրորդական, թե առաջնային ոչ մեկի համար գաղտնիք չէ եւ բազմիցս ապացուցված է, վաղուց ապացուցված է, որ ծխախոտից առաջանում են բազմաթիվ հիվանդություններ, իհարկե ամենահաճախը եւ ամենավտանգավորը դա քաղցկեղն է, մասնավորապես թոքի քաղցկեղը, դա ամբողջ աշխարհում էպիդեմիա է, ամբողջ աշխարհի համար գերխնդիր է։ Եվ տեղ չի կարող լինի երկու կարծիք, ծխելը դա հիվանդություն է, ես ցանկացած ծխող մարդու որպես բժիշկ համարում եմ հիվանդ, ոչ միայն ես, այդպիսի մոտեցում, ծխելը դա հիվանդություն է, կախվածություն, հիվանդություն։ Խոսքը գնում է ամեն օր, հա, ծխող մարդկանց մասին։
կամ մոլի ծխողների մասին կարելի ասել։ Եվ եթե կա միջոց, որ կարա մարդկանց ազատի այդ չարիքից, այդ հիվանդությունից եւ փրկի շատերի առողջությունը, փրկի շատերի կյանքը, պետք է այդ միջոցից օգտվել։ Լինի դա օրենք, լինի դա պատիժ, լինի դա ինչ-որ մի միջոցառումների շարք, ինչ ուզում ա լինի։ Եթե կա տենց մի բան, որ կարա մեր ազգակիցներին կամ աշխարհում ցանկացած մարդուն փրկի այդ չարիքից, դա միանշանակ երկու ձեռքով բոլորս պետք է համաձայնենք։ Այդտեղ չկա քննարկելու թեմա, այդ ուղղակի աբսուրդ է քննարկել, ծխել թե չէ։ Նույն բանա ոնց որ ասել նարկոտիկ օգտագործել թե չէ, ինչ որ մարդ կա զալում որ ասի, գիտեք ինչ եկեք մի քիչ ավելի մեղ վերաբերվենք, թող մարդիկ կակային կամ գերային օգտագործեն։ Դա հավասարազոր է նարկոտիկ է, դա թույն է եւ ավելի վատ, նույնիսկ նարկոտիկից քաղցկեղ չի առաջանում, ծխելուց առաջանում է, եւ դա հաստատված է շատ վաղուց, չեմ ուզում խոսամ դրա մասին։ Ինչ վերաբերում է մեր պրակտիկ գործունեության մեջ, ցավոք ի տարբերություն նյարդաբանի, եթե ծխող մարդը գալիս է մեր մոտ արդեն իսկ քաղցկեղ ախտորոշված, մենք չենք կարող ծխախոտը հանելով իր առօրյայից իրան օգնենք, արդեն ուշ է։ Իհարկե, դադարեցնում են ծխելը, դա նպաստում է բուժման ավելի լավ ընթացքին, դա նպաստում է կյանքի որակի բարելավմանը, երկարացմանը, բայց ցավոք քաղցկեղի ախտորոշելուց հետո ծխախոտից հրաժարվելը արդեն շատ ուշ է։ Դրա համար պետք է ժամանակին դա դադարեցնել։ Այդպիսով պետք է միանշանակ ձեռնարկել ամեն տեսակ քայլեր, ամեն տեսակ օրենքներ կիրառել մեր երկրում, որպեսզի մարդիկ քիչ ծխեն, երիտասարդները քիչ ծխեն եւ пассив ծխողները չտուժեն։ Ինչու պետք է ինչ-որ միտեղ մի հասարակական վայրում մարդ ներշնչի մի թույն, որը մի ուրիշ մեկը օգտագործում է։ Եվ բացի դրանից, ինչու՞մ եմ ես համարում անիմաստ այս բոլոր քննարկումները, ինչով ենք մենք տարբերվում ցիվիլ, այլ երկրներից։ Եթե Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ այլ զարգացած երկրներում վաղուց մտել են այդ օրենքները ծխելու դեմ պայքարի, միթե մենք ինչ-որ մի արտարոց ազգ ենք եւ մեր մոտ այդ օրենքները չպետք է մտցվի։ Մենք պետք է շատ ուրախ լինենք, որ նույնիսկ Ռուսաստանում քանի տարի այդ օրենքը գործում է։ Թոքի քաղցկեղը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում քաղցկեղի ամենատարածված տեսակն է տղամարդկանց մոտ։ Թոքի քաղցկեղով հիվանդների մեծ մասը տղամարդիկ են, որովհետեւ հիմնականում ծխողները տղամարդիկ են, Հայաստանի բնակչության տղամարդկանց մոտ 50%-ը ծխում է եւ տարեկան գրանցվում է միջինում 1400 նոր դեպք թոքի քաղցկեղի եւ այդ դեպքերի մեծ մասը, մոտ 90%-ը պայմանավորված են ծխախոտով։ Այսինքն մեր 10 հիվանդից 9-ը ծխախոտ թոքի քաղցկեղով մոլի ծխող է, որը կիրառում է 1 տուփ եւ ավել օրական, երկար 10 տարի, 20 տարի, 30 տարի։ Ընդ որում պետք է նաեւ բնակչություն իմանա, որ թոքի քաղցկեղը ախտորոշումը արդեն կարող է նույնիսկ 40 տարեկանից սկսած այդ ախտորոշումը կարող է դրվել։ Եվ պետք է շատ լուրջ վերաբերվել այդ հարցին, որտեղ մեր փոքր բնակչության համար տարեկան 1400 նոր դեպքը դա բավականին մեծ թիվ է։ Ընդ որում պետք է նկատի ունենալ, որ թոքի քաղցկեղով հիվանդների մոտավորապես 80%-ը չի առողջանում, մահանում է։ Նույնիսկ զարգացած երկրներում, իհարկե դա միջին վիճակագրական թիվ է, ցավոք հիվանդների մեծ մասը չեն բուժում եւ մի քանի տարվա ընթացքում այդ հիվանդությունը բերում է մահվան։ Բացի թոքի քաղցկեղից նաև ծխախոտը բերում է այլ օրգանների քաղցկեղի, դա օրինակ կոկորդի քաղցկեղն է, ստամոքսի քաղցկեղն է, երիկամների քաղցկեղն է, միզապարկի քաղցկեղը։ Ես կարծում եմ կոկորդի քաղցկեղի համար ավելի լավ կասի Արամ Բադալյանը։ Օրենքը միանշանակ դրական էֆեկտ կունենա մեր բնակչության վրա, ընդհանրապես մեր պոպուլյացիայի վրա։ Ճիշտ է գոլեգաները նշում, որ որոշ ցիվիլ երկրներում դա ընդունված է այդ հասարակական վայրերում չծխել, աշխատանքի վայրում չծխել, ընդհանրապես հասարակական ոչ միայն հասարակական վայրերում, այլ
բնակչության հավաքման ինչ-որ մի միջավայր, որտեղ հավաքում դրանք կլինեն կանգառները, դրանք կլինեն ինչ-որ նույնիսկ բացօթյա միջոցառումները, շատ երկրներում դա արգելված է։ Երկար տարիներով ապրելով Ռուսաստանում միանշանակ ուրախ է, որ այդ երկրում կար այդ օրենքը գործում էր։ Մենք հեռու չենք Ռուսաստանից, երևի թե շատ փոքր քայլ է մեզ անջատում, որ մենք հասնենք այդ մակարդակին, այդ օրենքների սահմանափակման։ Հավատացեք, դա հաճելի է։ Ես որպես պասիվ ծխող շատ հասարակական վայրեր չեմ հաճախում այն պատճառով, որ գիտե հարցում ունեք չծխողների դահլիճ, եթե ոչ պետք է շատ ինչ-որ լուրջ պատճառ լինի, որ պետք է հաճախեմ, բայց զերծ է մնում։ Ինչու ես չուզում հաճախեմ եւ օգտվեմ բոլոր բարիկներից, մեր քաղաքի ճակերտավոր, այսպես ասած, եթե լինեն հասարակական վայրերը, որտեղ չկան, կա ծխելու ուղղակի չկան ծխողներ ակտիվ, միանշանակ ավելի հաճելի կլինի քաղաքի ընդհանուր մակարդակն է բարձրանա։ Եվ այս օրենքը ազդում է պասիվների մասին խոսանք, դա նաև երեխաներն են, դա նաև երիտասարդներն են։ Հասկացեք, որ քաղցեղը ախտարում է ոչ միայն տարեց մարդկանց, այս կասած երիտասարդ տարիքներից։ Նույնիսկ եթե խոսենք կոկորտի քաղցեղի մասին, ունեցել ենք երիտասարդ աղջիկ, որը 15 տարեկանում ունեցել է կոկորտի քաղցեղ։ Իհարկե ինքը չի եղել ծխող, բայց տան անդամները եղել են ծխող եւ պասիվ ծխել է եւ նրանց գենետիկ ինչ-որ ֆակտորները ազդել են, որ այդ տարիքում այդ երեխայի մոտ ձևավորվել է։ Դրանք եզակի դեպքեր են, բայց պետք է հաշվի առնել, որ կա նաև այդ մանկական, այսպես ասեմ, ֆակտոր, այսինքն երեխաներ կամ պատանիներ, որոնք նման խնդրի արժեվ կարող են կանգնել, տուժելով մեծահասակների տարեցների ծխելուց։ Ինչ վերաբերում է ինչպիսի բերում է հիվանդությունների ծխելը, կոկորտի քաղցեղը իր տեղ ունի, սա ոչ միայն կոկորտի քաղցեղն է, բեյանի խոռոչի քաղցեղն է, կա sense մի վիճակագրություն, կոկորտի քաղցեղով հիվանդների 98%-ը դրանք մոլեգին ծխողներ են, այսինքն որոնք ծխում են օրական 1 տուփ եւ ավելի։ Բեյանի խոռոչի քաղցեղի դեպքում դա ավելի քիչ տոկոս է, ասենք 60-70% հիվանդներն են, որ ծխում են, բայց հասկացեք, որ դա մենք հիմնականում խոսում ենք ընդհանուր խմբի մասին, շատ վտանգավոր խմբի մեջ են կանայք, կանանց մոտ ծխելու վնասը օրգանիզմի եւ քաղցեղածին հատկությունը ծխելու շատ ավելի բարձր է եւ նրանք ավելի ծանր են տանում եւ նրանց չասենք ապակինվել է, լավ արդյունքը ավելի ցածր մակարդակի վրա է, ավելի քիչ թիվ է կազմում, շատ ավելի ագրեսիվ է։ Դա համար սա առաջին հերթին երևի թե ինչ-որ կոչ է կանանց, պատկերացրեք, եթե կանանց շրջանում այս վատ հիվանդությունը, ծանր տարվող հիվանդությունը ավելի պակասի, ավելի լավ արդյունքների կհասնենք մեր ուրցկաբանության մեջ։ Եվ ընդհանրապես օրենքի մասին եթե խոսենք գլոբալ, որոշումը ճիշտ է կայացվել, ուշ թե շուտ է դա չեն կարող ասել, շատ տեղին է, շատ ժամանակին է, մենք ինչ-որ կանգնած ենք որոշակի փոփոխությունների, ինչ-որ նորամուծությունների քայլերի, քայլ առ քայլ առաջ են գնում, ամեն օր մի նոր օգտակար կարելի է ինչ-որ օրինագիծ կամ ինչ-որ մի գաղափար է ստեղծվում, եւ այս պահին, այս էտապում մեր երկրի զարգացման բավականին տեղին է, ես գտնում եմ իմ կարծիքով, եւ եթե բոլոր ոչ միայն ռուսկաբաները, բոլոր բժիշկները կհամաձայնվեն, որ սա շատ տեղին միտք է, որը իհարկե եթե իրագործվի կլինի շատ հիանալի։ Լրագրողների եթե հարցեր ունեն։ Օրինակներ են բերում, մարդիկ ասում են, «Պապս, չգիտեմ, հայրս քանի տարեկանում, քանի ծխել է, խմել է, չգիտեմ ինչ արել, բայց ինքը առողջ է ու շարունակում ապրել»։ Այս դեպքերը բժշկությունը ինչպես է բացատրում։ Մարդիկ ովքեր որ ծխել են, մարդիկ ովքեր որ երկար են։ Այդպիսի մարդիկ կան, դրանք մտնում են այդ մի քանի տոկոսի մեջ։ Դա ոչ միայն ծխելն է քաղաքում, հավատացեք այդ մարդկանց թիվը ավելի շատ է երևի թե գյուղային շրջաններում, դա ծխելը ֆակտորներից ամենակարևորն է, եթե վերցնենք, որոշակի քաղցեղային հիվանդությունները, նաև գալիս է հենց ապրելակերպը։ Իհարկե քաղաքային պայմաններում, մեգապոլիսներում, այս աղտոտված օդի պայմաններում ծխելը շատ ավելի վտանգավոր է, որ այդ մարդիկ, որ ծխում են ու երկար տարիներ ապրում, նրանք ավելի քիչ են, բայց միշտ կա ինչ-որ տոկոսային հարաբերություն, ինչպես որ նշեցի, տեսեք, ծխողների կոկորտի ուռուցքով հիվանդների 98%-ն է մոլեգին, այն 2% ընդհանրապես չեն ծխում։ Նույնը կարելի է այդ մարդկանց վերագրել, նրանք ոչ ծխում են, ոչ խմում են, բայց կոկորտի քաղցեղով վարակվում են, դա արդեն այլ ֆակտորների մասին է։ Նույնը ձեր ասած խմբին է վերաբերում, նրանք եւ ծխում են եւ վայելում են կյանքը, բայց ոչ մի հիվանդությամբ չեն հիվանդանում։ Շատ քիչ տոկոս են կազմում, նրանք միշտ լինելու են։ Դա նրանց օրգանիզմի յուրահատկությունն է, բարձր իմունային համակարգն է եւ անհատական նրանց ֆիզիոլոգիան է։ Մարդիկ ունեն բավականին, այսպես ասած, օրգանը պայքարում է այդ հիվանդության դեմ, այդ ֆակտորները չեն նպաստում նման ուռուցքային հիվանդություն նրանց մեջ զարգանալուն։ Գուցե ծխախոտի որակի մեջ է կա տարբերություն։ Ծխախոտի որակի մասին իհարկե ես չեմ ծխում, չեմ կարող որակի մասին խոսեմ, բայց հավատացնում եմ, որ մեր երկիրը եթե երրորդ երկրների շարքին է պատկանում,
երևի թե կարող է տարբերվել օտարերկրյա իմպորտային ծխախոտը մեր երկրում եւ զարգացած երկրներում, ինչու՞ չէ, եւ գիտեք, ծխախոտի գինը, եթե էլի զուգահեռ ինչպես ցիվիլ երկրներում ծխախոտի գինը եթե բարձրանա, նա էլ կնպաստի, որ կամաց-կամաց ինչ որ մի խումբ հրաժարվեն ծխելուց։ Սա այս օրենքը, այս օրինագիծը, օրենք դեռ չի դարը, օրինագիծը ինչ որ մի քայլ է, բայց դա ինչ որ համալիր գործողություններ պիտի լինի։ Մի քայլը դա հասական վայրերում արգելն է, մյուս քայլը հնարավոր է ծխախոտի գինը բարձրանա։ Երրորդ մի քայլ արվել է, որ ծխախոտի տուփի վրա կամ բավականին վախենալու նկարներ քաղցեղով հիվանդների եւ այլ հիվանդների, դա չի նպաստել, որպեսզի նվազի, գիտեք, չի նպաստում եւ մարդիկ ասում են դե լավ, դե մենք սրան չենք հասնի, սա մեր մասին չի։ Ուրեմն դա քիչ է, ուրեմն պետք է մի քանի քայլ ձեռնարկել, մի քանի քայլ միասին։ Հա, քիչ է։ Տուգանք, տեսեք, տուգանքին կհասնի, եթե սա օրենքի ուժ ունենա, երևի թե, այլ երկրներում դա տուգանքի է հասնում։ Եթե կա, արդյունավետություն կա, հավատացեք, ես որպես ծխող իմ շրջապատում կան նաև ծխողներ, իհարկե, բայց մեծ մասը չի ծխում։ Նման վայրեր, հա, արտասահմանում, Հայաստանի մասին չի խոսքը։ Հիմա իմ պատասխանը գալուս է դրան, արգելքների մասին խոսեմ, գտնվելով ինչ-որ մի վայրում, որտեղ արգելված է ծխելը, ամեն վայրկյան դուրս գալով ծխել, դու առաջինը ուշադրության կենտրոնում ես, որ ինչ-որ ունես արտասովոր սովորություն, պետք է դուրս գաս, արդեն հաճելի չէ։ Երկրորդը դու խոսում ես, շփվում ես ընթացքում քո շրջապատի հետ եւ անընդհատ ընդհատվելով դուրս գալով ծխել, ելի երկրորդ քայլը, որ ելի դու չես ուզում զրկվես խոսակցությունից։ Դրանց մի մասը ավելի պակաս են ծխում, այսինքն ինչ որ ուժ ունի այս սահմանումները, ինչ որ ուժ կունենան։ Տեղեկատվության մասին ինձ թվում է բոլորը հասկանում են, բոլորը լսել են։ Երևի թե բոլորը լսել են, որ բոլորը չեն լսել։ Ես մտածում եմ, որ բոլորը լսել են, որ ծխելը իրոք վնասակար է, փաստորեն բժշկուհին պնդում է, որ ոչ բոլորին այդ ինֆորմացիան հասել։ Շատ բացատրում եմ։ Մանուկ հասակից միշտ լսել են, որ գիտեն, որ ծխելը վնասակար է, նախքին բժիշկ դառնալը։ Ինչի է բերում դրա մասին։ Հնարավոր է, որ պետք է ազգին չի, ավելի շուտ ծխող կոնտինգենտին վախեցնել, իրականում վախեցնել այն չարիքներով, ինչը կարող է բերի ծխելը։ Ուրեմն տեղեկատվության երևի թե պակաս է։ Այսինքն էլի եկանք նրան, որ համալիր գործողություններ պիտի լինեն, ինչ որ միջոցառումների շարք պիտի լինի։ Անցկացում է ամեն տարի ծխելու դեմ պայքարի օր։ Դա բավարար չէ մեր երկրի համար, որովհետև դոկի քաղցեղով հիվանդների թիվը աճում է, այլ հիվանդություններով թիվը աճում է։ Հետո ոչ միայն քաղցեղի մասին խոսենք, մենք ռուսկաբանենք, բայց որպես բժիշկ ասենք, որ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների շարքում հիմնական դերը էլի, դերերից մեկը, ֆակտորներից մեկը դա ծխելն է, իսկ դա մահացության առաջին տեղն են գրավում այդ պաթոլոգիաները։ Դրա համար սա մի հատ լուրջ գլոբալ խնդիր է։ Մենք ինքներս չենք կարող դրա մեջ ինչ-որ փոփոխություն անել, բայց մեր օրենսդիր մարմինները նման քայլերով ինչ-որ մի արդյունքի կհասնեն։ Եվ հատ հաջորդ քայլը այսպիսի ինֆորմացիա հասնի, հաջորդ քայլը կլինի ինչ-որ տեղեկատվություն, ինչ-որ ինֆորմացիա, դա կլինի թե պոլիկլինիկայի համակարգում ազգային ինչ-որ ֆլայերների, բուկլետների տեսքով ինֆորմացիա ասեն, թե կլինի ինչ-որ ագիտացիոն գովազդներ, հակա ծխախոտային։ Դա ժամանակին արվել է զարգացած երկրներում, իրավի արդյունքի հասել են։ Պետք է ոքի կրկնօրինակել, պետք չէ նոր հեծանիվ հնարել, կարելի կրկնօրինակել եւ նույնիսկ ինֆորմացիան օգտագործել։ Ավելի ադապտացված մեր մենտալիտետին եւ մեր ազգին։ Լրագրողները հարցեր ունեն, թե հարցը հասարակական վայրերում ծխախոտի արգելքը հասկանալի կամ կարելի է հասարակության կողմից ինչ-որտեղ կամ ստիպված կան դա, բայց ծխախոտի գնի բարձրացումը արդյոք ստրեսային իրավիճակ չի ստեղծի, միակային ավելի լարվածություն չի ստեղծի, դա կարող է ինչ-որտեղ հաստատ առաջացման սոցիալական լարվածություն չի ստեղծի։ Ասեմ մի քանի բառ, հետո խոսքը փոխանցեմ նյարդաբանի։ Մտածում եմ, որ դա կլինի ստրեսային, պատկերացրեք այն կոնտինգենտը վերցնենք միջին եւ միջինից ցածր խավի մեր բնակչությունը, որոնք միջին ապահովվածություն ունեն ընտանիքի։ Իհարկե ծխում են ելնելով մեկը մտածում է իր խնդիրների մասի, մեկը իր հարաբերության աշտանքի բերումով։ Իհարկե ծխախոտը որ թանկանա, նա ստիպված լինեն քիչ ավելի գնել ծխախոտ կամ ստիպված են հաց կներեք, շակերտավոր հաց ավելի տուն քիչ տանեն տուն։ Բնականաբար կընտրեն հացը, չնայած ծխախոտը կարող է բերի ինչ որ շոկային վիճակների, ժամանակավոր, բայց երևի թե դրա մեջ բոլորն են անցել։ Երևի թե դա ունի ինչ որ լուծում, չեմ կարող ասել լուծումը, եթե խնդրենք բժշկուհին երկու բառով պարզաբանի, ինչ կարող է նման վիճակների
դուրս գալու ինչ որ կա միջոց։ Կոլեգա շատ ճիշտ նշեց, որ դա կլինի ժամանակավոր ընդհանրապես ստրեսային իրավիճակ ու հավատացեք այդ ժամանակավոր ստրեսային իրավիճակը այդքան ավելի վատ ազդեցություն չի ունենա, քան թե մարդիկ շարունակեն տարիներով ծխել։ Լրագրողը հարցունի Հասարակական այդպես է ստացվում։ Եթե այդ ինֆորմացիան, հա, ինֆորմացիան երևի թե իր արդյունքը չի ունեցել, ալտերնատիվ միջոց են մտածել եւ հասկացել են, որ սկսենք այս մյուս քայլից։ Ես մի հարց ունեմ, ինչ նկատի ունեք կտրուկ քայլեր ասելով։ Օրինակի համար ինչ որ մի փոքրիկ համեմատություն ես կփորձեմ անեն, ամրագոտի գցելը դարձավ օրենքով տուգանվող միջոց, չէ, եւ հիմա մեծամասնամբ ավելի շատ գցում են, չէ, այդ ամրագոտիները։ Բնականաբար դա արվել է իրենց իսկ ապահովության համար։ Սա էլ ճիշտ է, բայց սկզբում դա էլ էր, չէ, շոկային բոլորի համար, դրա դեմ էին պայքարում մարդիկ եւ այլն, բայց դա ընդունվեց։ Գիտեք ինչ, ցանկացած նոր բան, ցանկացած այն ինչ որ սովորական չի մարդկանց համար նորովի արվում է, առաջին հայացքից եւ սկզբնական շրջաններում ստրեսային է, բոլորի համար է դա այդպես։ Բայց ժամանակի ընթացքում ինձ թվում է բոլորն էլ հասկանում են, որ դա ճիշտ է արվել։ Մարդիկ բոլորն գիտեն, որ ամրագոտի ինչ նշանակություն ունի, բայց չէի գցում։ Ասենց դա նկատի ունեմ, այս իրազեկման տարբեր պրոցեսները, որ եղել են, հա, մարդկանցում, դա արդյունավետ չի եղել, որ օրենսդրական կարգավորմամբ ի վերջո բավարար արդյունավետ չի եղել։ Իհարկե, որոշ տոկոսի վրա արդյունավետություն ունեցել է, բայց դա բավարար արդյունավետություն չի ունեցել, քանի որ շարունակում են դեռ որ տղամարդկանց, եթե չեմ սխալվում, մոտ 50% եւ կանանց մոտ 24%-ը Հայաստանում շարունակում են ծխել։ Գիտեք ինչ, եթե մենք 10 կամ 20%-ի վրա էլ ազդենք այս օրենքներով, բնականաբար դա էլի լավ է։ Այստեղ խոսեցինք երեխաների մոտ пассив ծխողների, որպես երեխաների մոտ վնասակարությունների մասին, կուզենամ նշել շատ մայրիկներ դիմում են հենց նյարդաբանների, որ երեխան ունի մշտապես կրկնվող գլխացավեր։ Հավատացեք, 10-ից եթե ոչ 9, 10-ից 10-ի մոտ, 10-ից 10 կամ 9-ի մոտ, ոնց կոնկրետ ստատիստիկ տվյալներ չունեմ, բայց հիմնական բոլորի մոտ տանը ծխողներ կան, թե հայրիկը, թե պապիկը, թե թեկուզ մայրիկը, դրանք բոլորը ծխում են։ Կամ շատ հաճախ հաճախում են այնպիսի վայրեր, որտեղ որ ծխում են։ Մենք խնդրում ենք գոնե տանը չծխել եւ այլն, հավատացեք, մենակ այդ խնդիրը լուծելով շատ երեխաների մոտ գլխացավերը պակասում են։ Մի բան փորձեմ ավելացնել, տեսեք, որ ասում ենք տուգանքներ, ինչպես կազդի, մենտալիտետը երևի այսպեսին է, մինչև չես ասում գրպանին, ոչ մի ինչ որ օրենք չէ, ոչ մի ինչ որ խստություն իր ուժը չի ունենում։ Նույնը կապված ամրագոտների խստացվեց, ազդեց, արդեն գցում ենք։ Կխստացվի ծխել արկե կրնեն տուգանքներ։ Մարդը չի ուզենա վճարի, ինչ որ տուգանք, երևի թե կազդի։ Միանշանակ գրպանը եթե ազդում ես, դա ունենա դրական արդյունք։ Իհարկե, էլի բոլորի մոտ չէ, էլի բոլորի համար այդ ամրագոտի գցելը օրենք չի եւ այլն նրանք էլ չեն գցում, բայց հավատացեք, մեծ տոկոսի վրա դա կազդի։ Շատ լավ։ Ինչի՞ չբարձրացավ։ Բենզինի գինը օրինակ բարձրացավ, այստեղ քիչ բիզնես շահեր կան ամենայն։ Գիտեք, եվրոպական բոլոր զարգացած երկրներում ծխախոտը ամենաթանկ, այսինքն սովորական խմիչքը եւ այո։ Վնասակար սովորությունների նպաստող բոլոր միջոցները թանկ են, այո։ Հասկանում ենք։ Դե պետք է ադապտացնել, երևի թե չի հասնի եվրոպական մակարդակի, բայց կադապտացվի մեր երևի շուկային անպատասխան։ Կոնկրետ թիվ ոչ ոք դեռ չի որոշել, որ այսքան թանկացվելու է։ Գլոբալ հարցեր եք տալի, որին դեռ չենք պատրաստ պատասխանել, իհարկե, դրա մասնագետները կզբաղվեն։ Օրինակի համար 3-4 անգամ միգուցե նշվել է, միգուցե, բայց կոնկրետ ոչ մի բան չի էլի, օրինակի համար է դա ընդհանրապես ասվել։ Լավ, եթե լրագրողները այլևս հարցեր չունեն,
ամփոփ ենք ասելիս է, փաստորեն մեր երիտասարդ բժիշկները խորհուրդ են տալիս չծխել, անկախ նրանից օրենքը կա թե օրենքը չկա, այդ ապրելակերպը պետք է մշակվի դա նաև ընտանիքներում եւ հասարակական վայրերում, այնպես որ եթե ուզում ենք առողջ սերունդ ունենալ եւ ինքներս առողջ լինել, պետք է զերծ մնանք այդ վնասակար սովորությունից։ Ձեր վերջի գուցե ասեմ կոչը կամ ինչ ունեք ասելու այստեղից։ Անուշ ինչ ունեք ասելու մեր բնակչությանը որպես նյարդաբան։ Հատկապես մայրիկներին, որտեղ մայրիկները ամեն դեպքում այդ գործ ունեն այս գործընթացում։ Այո, իհարկե, բարձր եթե մայրիկներին ասենք, այսինքն երեխաների տեսանկյունից նայենք, փորձեք չհաճախել այնպիսի կաֆեներ, հիմա շատ հաճախ տեսնում ենք, որ մայրիկները երեխաների հետ են գալիս կաֆեներ եւ նստած են կողքի սեղանին, որտեղ շատ ակտիվ ծխում են եւ իրանց համար դա սովորական է, երևի թե տանը նույնպես ծխում են, էլի, որովհետեւ հավատացեք երեխաների համար դա համար առաջի ճարիքներից մեկն է, երևի գadgetների հետ միասին որ նյարդաբանական տեսանկյունից շատ մեծ նշանակություն ունի եւ ազդեցություն։ Պարոն Բադալյան, մեր բան ունեք ավելացնելու, եթե ավելացնելու բան չկա, շնորհակալություն եմ հայտնում ձեզ լսելու համար, Շնորհակալություն ձեզ։